Ջան, մի բան էլ հիմա ասեմ, հիմա կասեք, էս ինչ աղջիկա։ Ուրեմն ես սիթի հավատարիմ եմ։ Օր ա եղել 7 հատ, այսպես գելեր եմ առել։ Քանի որ կենթանիներ ունեմ, ես շատ լվացք եմ անում։ Այստեղ եղել է շատ հեղուկներ, որ տնից իջացրել եմ այստեղ։ Օր ա եղել 7 հատ սենց ապրանք եմ առել։ Շատ այդ ամեն ինչ գելեր ահրել էի, երեխեք ջան, ստեղ եղել է շատ մարմնի գելեր, շատ, որ ես սենց տոննայով լցրել բերել եմ, ոչինչ չկա, ոչինչ, այ, սրանցից ունեցել եմ երևի մի 5 հատ, այս գելերից բավականին շատ քանակությամբ որակցիա է եղել գնել եմ, այստեղ եղել է լիքը հեղուկ, չկա, ինչը իրանց պետք է եղել առօրյայում, տենց բացել, մտել, վերցրել են, երեխեք ջան, լիքը ամանների հեղուկ ա եղել, ոչինչ չկա, ոչինչ, օրինակ էսի չեն տարել, իրանց պետք չի, տարել են լավ գելերը, ոչ մի գել չկա, ես փաստորեն և շատ շուշեղեն ունեմ, այդտեղից էլ են հանել, այսինքն իմ տան վեշը այստեղ ա եղել, մարդը ինչ ուզեցել է, հանել տարել է, ոչ թե գողացել է, պարզապես դուռը բացել է, վերցրել է, տարել է, հիմա ուզում եմ, ես չգիտեմ, այս աբսուրդի ժանրից է, լիքը գետ, էս ա մնացել երեխեք ջան, բոլորը տարել են, ես հիմար եմ, ես ոնց չեմ, սրանցից ունեցել եմ երևի մի 7 հատ, ոչինչ չկա այստեղ, ոչինչ, գելերից ունեցել եմ շատ, որակցիա ա եղել, գնել եմ, ոչինչ չկա, դե հիմա ես չգիտեմ, ես հետագա քայլերից մասին չեմ խոսում, բայց համենայն դեպս սա սրանով չի ավարտվելու, այսինքն իրա սալոն ունի, սալոնում ինչ պետք է բացի վերցնի տանի, օքեյ է, նորմալ է, երևի իրա վեշներ մոռացել էի, բերել է այստեղ էի դրել, նաև ունեմ շատ շուշեղեն, կարծում եմ այդտեղից էլ է հանել, չգիտեմ, ես շատ ապրանք ունեմ, տան վեշ ունեմ, կաստուր կա, աման, չաման, զակատ, երևի դրանցից էլ է հանել, բայց փաստացի իրան ինչ պետք է եղել, տենց սալոնում, կամ տանը, կամ ոմանցում ինչ պետք է եղել, իրանց հոր դուքանն է, բացել վերցրել են, ոչինչ, դուք երբ որ բերեք, վճարեք այդ գումարները, դուք այն ժամանակ կտեսնեք ինձնից տանելը որն է լինում, ահա, ինչ կա, հանել տարել են, ինչ կա, սիթի լավագույն հաճախորդն եմ ու շատ գելեր եմ գնել միշտ, այնքան գել էի գնել, որ տնից չէի կարողանում իջացնեմ, մի առժամանակ դադար տվեցի, որ գել չառնեմ, որ օգտագործեմ, իրանք ինչ ուզեն, հավաքել տարել են, ինչ ուզեն, փաստացի իրանց տանն ինչ պետք է եղել, ամանների լվացքի այդ լվանալու հեղուկները, գուբկանները, իրանց երևի շատ բան են տարել, չեմ հասկանում, մարդը տարածք տա, ու գա թալանի քո ապրանքը, դա աբսուրդի ժանրից է, ու ամենացավալի ժողովուրդ ջան, որ իմ խաղալիքները մի խաղալիք չէր, դա մի ամբողջ պատմություն էր, մի ամբողջ մեշոկներով, չգիտեմ ինչ ասեմ, տարիների վերաճքը եղել է իմ խանութի վրա, պատահական չէր, որ ինքը այս իրա տարածքը տվեց ինձ, պատահական չի, տվեց, որ թալանի ու օրը 10 անգամ կռիվ էի վրեզ բերում մի քանի խուլիգանի, որ տարածքը տուր մեզ, թող այդտեղ կատու չմտնի, դե արդեն թալանել էր, ժամանակն էր, որ ինձ այստեղից հանի, կարծում էր հիմար եմ, չեմ հասկանալու, որ իմ եղածը չկա, ետ էլ ասեմ, ինչքան էլ ուզենան մարդիկ խառնեն, որ պատասխանատվության չենթարկվեն, ենթարկվելու են, ես իմ գույքի փոխհատուցումը ստանալու եմ և հոգեպես ինչ վնաս են իրանք ինձ հասցրել, ես փաստորեն ինչը բացում եմ մեջերից մի բան հանածա, իրանց պետք է եղել գելը, տարել են, այսինքն կին է վերցնողը, տղամարդ չի, որ գա տելևիզորը տան, այստեղ թանկ տելևիզորներ ունեմ, միկրովալնովկա ունեմ, իրանց կին է, ղեկավարը կին է, իրանց տնային պայմաններում իրանց ինչ հարկավոր է, իրեն և հարսանյաց ունեն, և վարսավիրանոց ունեն, և կարե արտել ունեն, իրանց առօրյայում ինչը պետք է եղել, տարել են, այո, հարսանյաց դեկորներն էլ են, իրենք տարել ես համոզված եմ, և սա ոնց ուզել է, բացել է իմ ապրանքը տարել է, ոնց որ երևի իրանն է, մոռացել եմ, որ իրանն է, ես բերել եմ ստեղ, իմ տան գույքը էստեղ այդ աման չամանը, ինչ ուզել հանել է, ես ինչ իմանամ ինչ է մեջից անել, երեխեք ջան զգուշ եղեք ամեն ինչի համար, սա մեծ դաս էր մեզ, որ ոչ մեկի դավերյա չանենք, ես առաջի երկար տարի Վարշավայում եմ ապրում, 12 տարի, ոչ մի խնդիր չի եղել, ոչ մի տեղ, և Վարշավայում եմ ապրել 12 տարի, և 3 տեղ արենդա եմ տվել, ոչ մի տեղ ժողովուրդ ջան չի եղել նման բան,
եկել եմ այստեղ բերել եմ իմ վեշը, իմ գույքը բոլորը թալանել են։ Ու այսօր ոստիկանությունում իրանք մարդիկ են խառնում։ Դա ցես ոչ չի ստացվելու։ Ես ասեն չեմ թողելու, որ դուք իմ եղածը տանեք, օգտագործեք, մի հատ էլ հետևիցս գիժեք ասում։ Այդ դրա համար դուք պատասխան եք տալու։ Ուրիշ բան չեմ ասում։ Պատասխան եք տալու։